Հին գյուղերից մեկում ապրում էր մի ծեր կին, Լիա անունով։ Նրա տունը գտնվում էր գյուղի ծայրամասում։ Նա ուներ երկու աղջիկ, երկուսն էլ ամուսնացել էին և տեղափոխվել քաղաք, բայց մոր սիրտը մնացել էր նրանց հետ։ Ամեն առավոտ լույսը բացվելուն պես արագ վազում էր պատուհանի մոտ, որպեսզի նայեր երկնքին, ոչ թե թարմ օդի կամ լույսի գեղեցկության համար, այլ նրա հայացքը փնտրում էր նշան, լինելու էր այդ օրը անձրև, թե շողալու էր արևը, և դրանից էր կախված նրա ամբողջ օրվա տրամադրությունը։ Եթե երկինքը պարզ էր ու արևը շողում էր, Լիան դառը հոգոց հանելով սկսում էր լացել, ասելով. «Ահավոր է, այսօր իմ մեծ աղջկա անձրևանոցները ոչ ոք չի գնի, ով կգնա անձրևանոց գնելու, երբ երկինքն այսքան պարզ է, ինչով է նա սնվելու այսօր»։ Նա նստեց աթոռին, ձեռքերը սեղմեց դեմքին ու դառը լաց եղավ, կարծես թե ոչ միայն եղանակն էր վատ, այլ ողջ աշխարհն էր փուլ եկել։ Այդ օրերին հարևանները չէին անցնում նրա տան մոտով, ոչ թե նրա համար, որ չէին խղճում, այլ չգիտեին ինչ ասեին։ Հուսադրող խոսքերը նրան չէին սփոփում։ Բայց երբ երկինքը մթնում էր, ամպերը կուտակվում էին ու սկսում էր տեղալ անձրևի առաջին կաթիլները, Լիայի դեմքը միանգամից ավելի էր տխրում մտահոգությունից, ասելով. «Ախ, իմ փոքր աղջկա մակարոնները ինչպես են չորանալու, մարդիկ ուզում են, որ այն լինի խրթխրթան, չոր, համեղ, իսկ հիմա վերջ, օրը կորավ, ինչպես է նա վճարելու օրվա վարձը»։ Եվ նորից արցունքներ։ Նա լացում էր անձրևի հետ, թռչունների ձայնի հետ, եղանակը նրա թշնամին էր դարձել։ Հարևանները բարի էին, բայց արդեն հոգնել էին կնոջ պահվածքից ու միմյանց ասում էին. «Տեսնում եք, գալիս է լացակումած պառավը, նորից լացում է, ուրեմն կամ անձրև է, կամ արև, ամեն ինչից դժգոհ է, նույնիսկ եթե ամեն բան լավ է»։ Բայց Լիան ուշադրություն չէր դարձնում, նրա ցավը իրական էր, կարծես հին ծառի արմատներ, խորը, բայց չերևացող։ Նա սիրում էր իր երկու աղջիկներին էլ հավասարապես։ Այդ ժամանակ մի իմաստուն վանական անցնելիս հանդիպում է կնոջն ու հարցնում. «Ինչու են արցունքները հոսում ձեր աչքերից, եթե ձեր տունը կանգուն է, երեխաներդ էլ առողջ են»։ Կինը, նայելով նրան, ով չուներ նույն մեղադրական հայացքները, ինչ հարևանները, ամեն ինչ պատմեց։ Ծերունին լուռ լսում էր, և երբ կինը ավարտեց, նա բարի ժպիտով ասաց. «Քո տխրությունը ոչ թե եղանակից է, այլ մտքերից է։ Եթե դու փոխես քո մտքերը, կփոխվի քո ապագան»։ Կինը քարացավ ու հարցրեց. «Ինչպե՞ս»։ «Շատ պարզ», ժպտաց ծերունին։ «Երբ փայլում է արևը, մի մտածիր մեծ աղջկա անձրևանոցների մասին, այլ մտածիր. փառք Աստծուն, այսօր իմ աղջկա մակարոնները ավելի լավ կչորանան, մարդիկ կգան, կգնեն և նա կաշխատի ավելին, քան երեկ։ Իսկ երբ անձրև գա, ուրախացիր ու ասա. ահա և անձրև, մարդիկ կգնեն իմ աղջկա անձրևանոցները»։ Լիան նստեց, լայն բացելով աչքերը, ասաց.
Սա է ազատության ճանապարհը։ Այո, այն չի ակնկալում աղոթք կամ զոհաբերություն, միայն մտքի փոփոխություն։ Մյուս օրը երկինքը պարզ էր։ Լիան մոտեցավ ու տեսնելով արևը, ժպտաց ու ասաց. «Ինչպիսի հրաշալի առավոտ է։ Այսօր փոքր աղջկաս համար հիանալի ու հաջողակ օր կլինի»։ Իսկ երբ հաջորդ շաբաթ անձրև եկավ, նա չլացեց։ Պատրաստեց մի գավաթ թեյ ու նստելով պատուհանի մոտ ասաց. «Թող անձրև գա։ Այսօր իմ մեծ աղջկա անձրևանոցները շատ ավելի լավ կվաճառվեն»։ Այդ օրվանից թախծոտ կինը վերափոխվեց գոհացող կնոջ, ով ամեն առավոտ արթնանում էր գոհությամբ, իսկ ամեն երեկո վայելում էր մայրամուտը գոհությամբ։ Երբ նույնիսկ չկար ոչ անձրև, ոչ արև, նա գտնում էր ինչով ուրախանար ու գոհանար։ Հարևանները զարմացել էին, տեսնելով նրա կյանքի փոփոխությունը, իսկ նա հավատով ու վստահությամբ նայում էր երկնքին, քանի որ հասկացել էր, որ աշխարհը չի փոխվում, փոխվում է աշխարհայացքը և սրանում է կայանում կյանքի իմաստը։ Այս առակը սովորեցնում է, որ մեր տառապանքը հաճախ բխում է ոչ թե մեր հանգամանքներից, այլ դրանց ընկալման մեր ձևից։ Նույն իրականությունը կարող է բերել կամ վիշտ, կամ ուրախություն, ամեն ինչ կախված է մեր մտքերի կենտրոնացումից։ Պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես է տեսակետի պարզ փոփոխությունը անհանգստությունը վերածում երախտագիտության, իսկ արցունքները ժպիտի։ Այն պարունակում է խորը իմաստություն։ Երջանկությունը եղանակը փոխելու մեջ չէ, այլ դրա մեջ լավը տեսնել սովորելը։